Հայաստանի Եվրոպական կուսակցություն, Հանրապետություն ու Հանուն Հանրապետության կուսակցություններից ձևավորված Եվրադաշինքը գյումրեցիներին խոստանում է արմատական փոփոխություններ, բաց ու հաշվետու մասնակցային կառավարում, քաղաքի համաչափ զարգացում, թափառող շների խնդրի լուծում, զբոսաշրջության խթանում եւ ոչ միայն։ Եվրադաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ձեզի Ղուրբաներնիմ, այս քաղաքի ջանին մեռնիմ։ Մենք լեզվից այդպես խեղճ չենք, կարող էինք նման տեքստեր շարել ինչքան կամենաք։ Մեր արժանապատվությունը թույլ չի տալիս մարդկանց ականջներից փլավ կախել, հաշիվ տալ բոլոր կատարած որոշումների, գործողությունների համար։ Սա մենք խոստանում ենք։ Մերոնք համայնքային բյուջեից գնումներին չեն մասնակցելու։ Մենք սա հայտարարում ենք, մենք չենք գալիս հավաքանու անդամ դառնում, որ մեր շինարարական կազմակերպությունները բարեհաջող կերպով մրցույթներին մասնակցեն։ Բարսեղյանը գյումրեցիներին խոստանում է ձայների մեծամասնությունը ստանալուց ու քաղաքի կառավարումը ստանձնելուց հետո քննարկել մանկապարտեզները անվճար դարձնելու հարցը։ 9-10 տարի այս մասին խոսել, բացատրել, համոզել, քաղաքապետերին ենք ներկայացրել։ Սա էլ, ինչպես ասում են, տեղից չի շարժվել, բայց դա ֆանտաստիկ բան չէ։ Դա մեկ ավականո նիստում որոշելիք բան է 100-120 միլիոն դրամի լրացուցիչ ծախսի հարց է, ինչպիսի գումարներ մենք գիտենք, թե որտեղ են մնացել։ Գյումրի քաղաքում են մնացել, Ստվերում։ Եվրադաշինքի քաղաքապետի թեկնածուն Պատանի դհոլահարների ու թիմակիցների հետ շրջում է Գյումրիում, բուկլետներ բաժանում, լսում համաքաղաքացիներին մտահոգող խնդիրները, խոստանում կարճ ժամանակում լուծել։ Դու ասես մեր խնդրանքը մեր բանը։ Նախ եւ առաջի հարցս կարգավորեք կանգառները ու գազելների բանջեկոր կանգառից կանգառ կակի։ Երկրորդը քաղաքի մեջ է ճապակը քանդե, ով ուզենա պալիցեյսկի կդնի, ով ուզենա քանդե ջուրը քաշե քանդած կերտավ, դիորա ջուրը քանդե քանդած մեր թողնագը։ Այդ հարցը ես բացատրեմ իմ լուծումս, որը առաջարկել եմ 10 տարի առաջ, 15 տարի առաջ հետևյալն է։ Եթե որևէ մեկը կուզե փողոց քանդել գործենելու համար, ինքը կոնկրետ փող է փոխանցում քաղաքապետարանի հաշվին, դեպոզիտային, ժամկետ է տրվում 7 օր ասենք թե, հա, ու եթե 7 օրվա ընթացքում չի վերականգնում, այդ փողը չի փոխանցվում իդ, պատկերացրեցիր, իրան ասում են ստեսություն, ընկեր գնացիր, այդ իրա փոխանցած դեպոզիտային փողով քաղաքը վերականգնվում է։ Բարսեղյանի կարծիքով բոլոր խնդիրները կարևոր են, բայց առաջնայինը արհեստավարժ մասնագետների ներգրավմամբ քաղաքի արդյունավետ կառավարումն է։ Առաջին խնդիրը, որ պիտի լուծվի, քաղաքապետարանի աշխատակազմի վերավորակավորումն է, ավելի արդյունավետ աշխատեցնելու համար։ Մասնագիտացում, վերապատրաստում, ինչը պիտի նպաստի բարեվարկությանը, նորմալ աշխատեն, միջոցների հայթայթման կարողություններին, ով չի կարողանա ժամանակի փորձությանը չի դիմանա, ավտոմատ ինքնըստինք է անել, իքա հասկանա, որ դա իր տեղը չէ։ Ձեր Լևոնը Գյումրու արժանապատվության ընտրություն կարգախոսով քարոզարշավին մասնակցող Եվրադաշինքը վստահեցնում է, Գյումրու զարգացման հայեցակարգային դրույթները իրատեսական են ու ներառում են բոլոր խնդիրները։ Եվրադաշինքը կոչ է անում մարտի 30-ին ակտիվ մասնակցել քվեարկությանը, գյումրեցիներին հիշեցնելով թևավոր խոսքը, թե վատագույն իշխանությունը ձևավորվում է ընտրությանը չմասնակցողների պասիվության հետևանքով։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։